Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, Հայաստանում եւս երիտասարդները համարվում են հասարակության շարժիչ ուժ։ Կյանքով եւ մեծ ձգտումով օժտված հասարակության այս կարևոր մասնիկի համար կա առանձնացված հատուկ օր՝ Սուրբ Սարգսի տոն կամ երիտասարդների օրհնության օր։ Սուրբ Սարգսի անունը հիշատակվում է Ներսես շնորհալու հայ սմավուրքում։ Ազգությամբ հույն Սարգիսը դասվել է սրբերի շարքին, քանի որ իր կյանքի յուրաքանչյուր օրը նվիրված է եղել քրիստոնեության տարածմանը։ Նա կարգվում է իշխան եւ սպարապետ Մեծն Կոստանդիանոս Կայսեր կողմից Հայաստանի սահմանակից Կապադովկիայում։ 361 թվականին հռոմեական կայսրության գահն անցնում է Հուլիանոս Ուրացողին, որ երես է թեքում քրիստոնեությունից եւ հալածանքներ սկսում քրիստոնյաների դեմ։ Ավանդության համաձայն Կապադովկիայում ծառայող Սարգիս զորավարը, խուսափելով կայսեր հալածանքներից, հաստատվում է Մեծ Հայքում։ Ապա անցնում է Պարսկաստան եւ ծառայության մտնում Շապուհ երկարակյացի մոտ։ Շապուհն էլ Սարգիս զորավարին հրամայում է երկրպագել իր չաստվածներին։ Չընթարկվելով Շապուհի հրամանին, Սարգիսը բանտարկվում է եւ հետագայում գլխատվում, աներեր մնալով իր հավատքի մեջ։ Քրիստոնյա երիտասարդներն էլ իրենց տոնին պատրաստվում են ինչպես որ հարկն է։ Թվում է, թե այդ օրը երիտասարդները պետք է Աստծուն ճանաչեն, փորձեն գտնել Աստծո խոսքի բանալիները եւ դրանով օրհնված լինել, բայց ցավոք սրտի երիտասարդների օրհնության օրը վերածվում է մեկ այլ օրվա։ Զարմանալին այն է, որ երիտասարդները այսօր մտածում են միայն իրենց կեսերին գտնելու մասին եւ ամեն սին երևույթների հանդեպ լցվում են մեծ հավատով։ Իրենց կյանքի կեսին գտնելու համար երիտասարդները աղի բլիթ են ուտում եւ հավատքով սպասում են, թե երբ են երազում տեսնելու իրենց ջուր տվողին, որն էլ հետագայում իրենց ճակատագրական ընտրյալն է դառնալու։ Մեկ այլ մեկնաբանմամբ էլ տոնը կապվում է գիտության հովանավոր հեթանոսական Տիր Աստծո անվան հետ։ Վերջինս նաև ցորենի, հացազգիների պահապան եւ հովանավոր աստվածություն է եղել, ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են։ Կարող ենք ենթադրել, որ հենց սա է նպաստում աղի բլիթի պատրաստմանը եւ դրանով գուշակություն անելու գործընթացին։ Հազարամյակներ առաջ քրիստոնեություն ընդունած ժողովուրդը հիմք է ընդունում հեթանոսական բազմաստվածությունը, մոռանալով կամ գուցե չիմանալով աստվածաշնչյան առաջին պատվիրանը, ասել է թե բացի քո Տեր Աստծուց ուրիշ աստվածներ չպաշտես, իսկ հեթանոսական տարբեր աստվածներին հաճենալը խոսում է այլ հիմքերի մասին։ Պողոս առաքյալն էլ Կորինթացիներին ուղված առաջին թղթում նշում է. որովհետև ոչ ոք ուրիշ հիմք չի կարող դնել, քան թե որ դրված է, որն է Հիսուս Քրիստոսը։ Քրիստոնյա երիտասարդ, եթե ուզում ես լինել օրհնված, ապա քո հիմքը պետք է լինի Հիսուս Քրիստոսը, Աստծո խոսքը, ոչ թե այս կամ այն կուռքերը, հավատալիքներն ու գուշակությունները։ Հիշիր, Աստծո աչքին գարշելի են դիվություն դութողները, գուշակողները, հմայողները, կախարդներն ու վհուկները։ Այս մասին նշված է Աստվածաշունչ Մատյանի 2-րդ օրինաց 18-րդ գլխում։ Եվ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Սիրելի երիտասարդ, հանձնիր կյանքդ Աստծուն Եվ թող քո յուրաքանչյուր օրը Աստծով լցված լինի։ Աստծուն հրավիրիր քո կյանքի մեջ, վստահիր ամենակարողին եւ երբեք մի կասկածիր։ Եվ հիշիր, Աստված այնքան սիրեց մեզ, որ իր որդուն չխնայեց մեզ համար։ Սիրելի երիտասարդ, ուրախությունը փնտրիր Աստծո մեջ։ Աստվածային սերն ու բարությունը թող դառնան քեզ գոտեպնդող։ Ամուր բռնիր Աստծո խոսքը եւ քայլիր առաջ։ Հիշիր, Աստված սիրող Հայր է, որ ներում եւ ընդունում է իր զավակներին։